Մոտավորապես 11:30-ի կողմերը զանգ եմ ստացել, չէ, առավոտյան զանգ եմ ստացել անծանոթ համարից, մենք այսինչ մարդիկ ենք, ինչ որ Գևորգ Խաչատրյան, ՔՊ-ից, ուզում ենք քեզ տեսնել, եղբայր ջան, հարգանքով, բան, այսպես դուրս եմ եկել, իմ տան մոտ են եկել, դուրս եկա, սկզբում թե մենք եկել ենք պահանջելու, որ բացատրես, թե ինչ ես մեր դեմ աշխատում, ասում եմ ձեր դեմ ում դեմ, ՔՊ-ի, ասում եմ կներես, իսկ ես ինչ որ մեկին պիտի հաշվետվություն տամ, որ ՔՊ-ին քննադատում եմ, սկսվում է այսպես ինչ որ կիսավիրավորական արտահայտություններ, դու մեզ վիրավորում ես եւ այլն, ասում եմ, խնդրում եմ ցույց տվեք մեկ փաստ, որտեղ ես օրինակ ՔՊ-ին կամ կոնկրետ անձի ուղված վիրավորանք եմ հնչեցրել։ Կոշտ 2։ Կոշտ քննադատությունը դեռևս վիրավորանք չի։ Եթե դուք տեսնեք իմ կողմից որևէ անօրինական գործողություն, որևէ վիրավորանք, զրպարտություն, դուք կարող եք դիմել դատարան, կարող եք ինչ-որ բան պահանջել։ Ցույց են տալիս ինչ-որ հրապարակում, որ ես արել եմ, որտեղ ես անդրադարձել եմ այն թեմային, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արգելված վայրում, օրենքով արգելված վայրում պաստառ է փակցրել, ես դիմել եմ ԿՀ-ով ոստիկանություն, եկել են եւ պոկել են այդ պաստառը եւ Նորակերտ գյուղում, Արմավիրի մարզում, Մանկապարտեզի պատին։ Եվ ես նշել եմ, որ այս մարդիկ եկել են, ինձ գյուղից տեղեկացրել են, որ ինչ որ Լուսինե եկել պոկել է այդ պաստառը։ Ես էլ այդպես նշել եմ։ Ասում եմ, ուր է այստեղ ձեր դեմ, ինչ որ ասում եմ, Լուսինե ես եմ։ Ասում եմ, ոնց դու ես։ Ես տեսնում եմ Գևորգ Խաչատրյան, ինչ Լուսինե։ Ասում եմ, դու չգիտես Լուսինեն ով է, Լուսոն ով է, չգիտեմ։ Ասում եմ, ես չգիտեմ, ես ձեզ ճանաչում եմ, ասենք, քեզ գիտեմ քո անունը Գևորգ, ինչ Լուսինե։ Հարցնում եմ, Լուսինեն ով է կամ Լուսոն ով է։ Դու չգիտես, բան եւ այլն, սկսում են այսպես ինչ որ վիրավորական արտահայտություններ, սպառնալիքներ, ես նկատում եմ, որ այսպես ինչ որ գրպանից ինչ որ բան է մեկը փորձում հանել, մյուսը չի թողում եւ այլն, այսպես քաշքշոց, հայհոյանք, սեռական բնույթի հայհոյանք, ծնողներին ուղված հայհոյանք եւ հարձակում ինձ վրա։ Սա է եղել ամբողջը, իր որդին, այդ Գևորգի որդին։ Երկուսն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից են, ներկայացել են որպես, հետո ես համայնքապետարանից էլ ճշտեցի, որ այո, այդ մարդիկ ՔՊ-ի ակտիվ ներկայացուցիչներ են եւ նաեւ ասացին, որ բազում մարդկանց վրա իրենք այսպես գործեր են ներկայացնում, ինչ որ զրպարտություն, այդպես համենայն դեպս ասացին, փողոցում մարդիկ հավաքվեցին շատ արագ, եթե չհավաքվեին, բնականաբար ես կարծում եմ շատ ավելի մեծ վնաս ինձ կհասցնեին, որտեղ երկուսը դե դեմքից շատ խփել են, բազմաթիվ հարվածներ, դեմքից, մարմնից տարբեր հատվածների, երկուսով, այսպես ես էլ եմ իհարկե ինքնապաշտպանական միջոցների դիմել, իդեպ ասեմ, հետո իրենք տարածեցին, այո, այդ շատ զավեշտալի դեպք է եղել, ուրեմն երբ որ ես դուրս էի գալիս, Բակում սեղանին տեսա երեխաներից խաղալիք, այսպես մի հատ փոքր խաղալիք ատրճանակ, այն շարիկ կրակող ատրճանակներից։ Դրեցի գրպանս, ասի սրանք բան են, էլի, շառ են կոպիտ ասած։ Եթե հանկարծ նկատեմ, ի վերջո ԿՊ-ականը լավ բանի համար իմ տուն չի գա։ Երբ որ ես նկատեցի, արդեն սկսվեց այդ հրմշտոցը, իրենք հստակ եկել էին հարձակում գործելու։ Անգամ փորձ է արվել դարպասից ներս մտնել, ես նկատեցի, որ փորձում են նույնիսկ հրել դեպի մեքենան ինձ, որը ես կարծում եմ առևանգման փորձ էր։ Ես ընդամենը այդ խաղալիքը հանել եմ, վերև եմ պահել, ասել եմ փախեք այստեղից։ Այո, դա տեսել են, մարդիկ բոլորը այնտեղ հավաքված տեսել են, սրանք նստել մեքենան փախել են։ Փախել են մի ժամ հետո տեղեկություն եմ ստացել, որ դիմել են ոստիկանություն, թե ուր, չգիտեմ, այնտեղ ինչ որ հայկական ժամանակն է գրել, իբր ես ատրճանակով իրենց սպառնացել եմ, ընկել եմ հետևներից, Իսկանդեր եմ օգտագործել, ինչ որ բաներ, այսպես խելագարություն, էլի։ Բնականաբար իմ փաստաբանները շատ արագ հասկացան, որ սա փորձ է ինձ մեկուսացնելու եւ բան արեցինք, մենք դիմեցինք ոստիկանություն, հաղորդում ներկայացրինք խուլիգանության հոդվածով, ոստիկանությունը եկավ, արձանագրեց, այդ ատրճանակը, այսպես ճակերտավոր ասած, եւս վերցրեց, ոստիկանները ծիծաղում էին, անգամ դա ունեմ նկարահանած, եթե կուզեք կարող եմ փոխանցել, այո, այդ կադրը, որտեղ ոստիկանները վերցնում են սա է ատրճանակը,
Սա է եղել ամբողջը։ Դա վերցրել եք, որպեսզի եթե տեսնեք ավելի ծայրահեղ քայլերի են գնում, փախստեք։ Դուք հասկանում եք, որ ենթադրվում է, որ իրենք սադրանքների կգնային։ Դա ընդհանրապես գրպանից դրած է, փոքրիկ այսքան բան է, իրենից ինչ որ խելացի մարդը կտեսներ, որ դա խաղալիք է։ Անկամ ես մտածում եմ, թե ինչու դա, ասենք, ցանկացած նորմալ մարդ կտեսներ, որ դա խաղալիք է։ Խաղալիքով վախեցել, փախել են, ահաբեկվել են, էլի։ ԿՊԱ-կանները։ Այո, ԿՊԱ-կանները։ Իսկ այդ լուսոնով էր վերջը։ Գիտեք, ես չգիտեմ կոնկրետ ով էր։ Ես որքան ամեն դեպքում դուք չեք փոկել այդ պաստառը։ Ոչ, ես կապ չեմ ունեցել պաստառի հետ։ Ես դիմել եմ օրենքի կիրառմանը կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այո, առանց որևէ մեկի, անգամ կարող եմ դա էլ ձեզ ուղարկել, տեսնեք, որ այնտեղ որևէ անուն չկա, ինձ ասել են, ինչ որ Լուսինեա, թե Լուսո եկել է պոկել, տարել ուրիշ տեղ է կպցրել, ես այդպես էլ նշել եմ։ Հիմա այս մարդիկ ինձ ասում են դու մեզ ես նկատի ունեցել, Լուսինե, Լուսո ասելով։ Ես ասում եմ դու Գևորգ ես, դու էլ Գևորգի որդին ես, ձեզնից ոչ մեկը իմ կարծիքով Լուսինե չի։ Այսինքն իրենց հաշվեհարդարը չի համարել այդ որ, այսինքն ռազմորկանի չի համարել, որ դուք պաստառի մասին, Նիկոլի ԿՊ-ի մասին ինչ որ գրառում։ Ես կարծում եմ դա ուղղորդված էր իմ կարծիքով։ Իրանք ասում են որ Լուսոյի համար էին եկել, որ իբր Լուսո ասելով իրենք ոչ մի խելամիտ բան չէին ասում, իրանք պարզապես առիթ էին օգտագործում, որ հարձակվեն վրաս։ Որպես իշխանության դեմ պայքարող։ Այո։ Ձեր դիմադիր հայացքների համար։ Այո։ Ձեր կարծիքով սա լրացնելու փորձ է։ Այո, միանշանակ։ Ձեր կարծիքով հետագա քայլեր լինեն թե Ես ոստիկանությանը տեղեկացրել եմ, որ սա իրենք սպառնացել են, որ էլի կգան, որ իրենք այնպես կանեն, որ ես անգամ սպանության սպառնալիք եւ այլն։ Իհարկե ես դրանց լուրջ չեմ վերաբերվում, բայց ամենայն դեպս հարձակում եմ մարդու վրա։ Եվ ես այդ ամեն ինչը այո, երկուսով բռնություն են գործադրել։ Երկու շատ այսպես ինձնից երկու անգամ բոյով, ինձնից երկու անգամ հաղթանդամ մարդիկ, կոնկրետ մարդիկ էին, որ ես կարծում եմ պատահական չէր անգամ այդ մարդկանց այսպես կառուցվածքը ընտրված, որպեսզի ես չկարողանամ նորմալ դիմադրել։ Իսկ ոստիկանության գործը չի համար հարուցվել բռնության թե ատրճանակով սպառնալու։ Չէ, գործ պիտի հարուցվի իմ նկատմամբ խուլիգանության հոդվածով, որտեղ իմ տան վրա հարձակում է եղել։ Ում այդ մարդիկ ազատության մեջ են։ Ես ինֆորմացիա չունեմ, որ ասենք ձերբակալված են։ Հասկանալի է։ իսկ բռնության հոդվածով երմանական վնասվածքներ հասցնելու հոդվածով պատրաստում եք եւս ներկայացնել։ Ես ներկայացրել եմ, հաղորդումը այդպես էլ ներկայացրել եմ, այո, իրենց ներկայացրել եմ այդ հագուստը, որը պատռել են, դեմքս են նկարել, որ այդ ժամանակ այսպես վնասված էր։ Բժշկի չեմ դիմել, որտեղ կարիքը չկար, ես էլ չեմ ուզում էլի այդպես, այո, քերծվածքներ եւ այլն, դրանք բոլորը ներկայացրել Այդ ժամանակ երեխաները տանն են։ Երեխաները տանն էին, բայց երեխաները չեն տեսել այդ ամենը, որովհետեւ ես դարպասից դուրս էի։ Բայց դուք նկատում եք, որ նրանք ուզում են դարպասից ներս գան։ Եվ այո։ Դա տեսեք, մարդուն երբ որ հրում են դեպի մեքենան եւ փորձում են մեքենայի դուռը բացել, չես կարծում, որ ուզում են պաղպաղակ հյուրասիրեն։